Շնորհակալություն հնարավորություն ընձեռնելու մասին ներկայացնել դիրքորոշումը։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի ինչի մասին է խոսքը, գործընկերս ներկայացրեց մի իրավիճակ, երբ բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են խաղալ ֆուտբոլ։ Եկան աշխարհի չեմպիոնատ, դուրս եկան դաշտ, պարզվեց, որ դիմացի կողմը ասելա չէ, այդ որ ասել են ֆուտբոլ, այդքան էլ ֆուտբոլ չի, դա ամերիկյան ֆուտբոլ է։ Ես բերել եմ մարդիկ, ովքեր հագել են սաղավարտներ ու ձեզ ծեծելու են։ Ասում ենք, բայց մենք գնդակը ոտով ենք պարապել խաղալ, ասում է չէ, ոտով չկա, ձեռով։ Ասում ենք, կլինի դե մենք էլ ձեռով խաղանք, ասում է չէ, որ դուք ձեռով խաղաք, ձեզ տուգանային ենք ուղարկելու, ասելու ենք ձեռով խաղա։ Այս սա է տեղի ունեցել։ Բոլոր թիմերը պատրաստվել են ֆուտբոլ խաղալու, եկել են ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատ, պարզվել է, որ մի թիմ, ընդ որում մենակ ինքը ֆուտբոլ ասելով նկատի ունի ամերիկյան ֆուտբոլ, բերտում է ձեռին գնդակը, վազում է, ով որ ընկնում է, ցում են գետնին, սաղով պարկում ենք վրան։ Հենց որ նման, ասում ենք լավ, կլի մենք էլ էլի ուժեղ տղաներ ունենք, իրանք էլ կան ֆուտբոլ խաղան ձեր նման, ասում է չէ, դուք չեք կարող խաղաք։ Այս սա է տեղի ունեցել։ Հիմա երկրորդ օրինակը բերեմ։ Մեծ բազմաթիվ անգամ այս լսումների ընթացքում լսեցինք ձևակերպումներ, որ սահմանադրական դատարանը քննել է նման գործեր։ Սա առաջին գործն է։ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում նման գործ չի եղել։ Միշտ պատմականորեն կարակ բացեք նայեք, խաղարկվել է աշխարհի չեմպիոնի կուբկը, հա, այսպես ասած, գավաթը, միշտ գավաթի խաղարկություն է վիճարկվել այստեղ։ Մենք հիմա ի հավելումն նրան, որ կանոնները ամբողջությամբ խախտված են, վիճարկում ենք փոքր բրոնզ։ Մենք հիմա քննարկում ենք ոչ միայն, որ գավաթը տվեք մեզ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այս պահին եւ 59,000 քաղաքացիներ ասում են, մենք այս պահին չենք հավակնում աշխարհի գավաթին։ Այն մենք կգանք կհասնենք այդ գավաթին ինչ-որ մի փուլում, մեզ տվեք մեր բրոնզը, փոքր բրոնզը, 4-րդ տեղի համարավեճը։ Հայաստանի պատմության ընթացքում տեղի ունեցած գործերով երբեք չի եղել սահմանադրական դատարանում գործ, որտեղ քննության առարկա է եղել փոքր բրոնզը։ Միշտ նախագահական ընտրություններն են եղել, միշտ եղել են պարլամենտական ընտրությունների մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները, միայն 21 թվականին վիճարկման առարկա է եղել ընտրությունները, բայց հիմնական քննարկման առարկան չի եղել ձայների հաշվարկի կարգը, այլ եղել է, որ ընտրությունները կեղծվել են ընդհանուր առմամբ։ Հիմա բարձրացված խնդիրը վերաբերվում է ընտրությունների շրջանակներում, ուրեմն հաշվարկի կարգին։ Հիմա այստեղ ինչն է շատ կարևոր, մի քանի հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել։ Ինչի է այս իրավիճակը ստեղծվել, որովհետև պատասխանողը ծայրահեղ անպատասխանատու է վերաբերվել իր աշխատանքային պարտականություններին։ Հայաստանի իմ կողմից, երբ որ ես հասուն եմ եղել եւ հետեւել եմ, ընտրությունների ժամանակ այսպիսի խայտարակ աշխատանք կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կատարել, բացատրեմ ինչի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու արձանագրություն է կազմել, մեկը թվագրված է հունիսի 8-ին ժամը 11:48-ով, մյուսը վերաբերվում է հունիսի 14-ին 18:16-ով։ Այս երկու արձանագրությունները ըստ էության իմի են բերում ընտրությունների արդյունքները։ Ձևակերպվել են իբր թե վերահաշվարկի արդյունքում։ Վերահաշվարկի արդյունքում փոփոխությունների քանակը եղել է չնչին։ Իսկ այդ վերահաշվարկ կոչված է ինչ ա եղել, երբ որ ես անձամբ արել եմ այդ վարժությունը, բացել եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, քաղաքացիները բոլոր ընտրատեղամասերում կան, փորձել եմ լրացնել, որովհետև առաջին օրը իսկ պարզ էր, որ այդտեղ կեղծված են թվերը։ Այս առաջին արձանագրությունը կեղծիք է։ Ոչ թե վերահաշվարկ ենք արել, թվերը ավելացել է, չէ, արձանագրության մեջ գրված է 100, կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարել է 10, գումարել է 10, թիվ է արձանագրել։ Ինչի արդյունքում առաջին արձանագրության կեղծիքի պատճառով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առաջին արձանագրության թվերով չի հաղթահարել 4%-ը։ Այնինչ թվերը ճիշտ արձանագրելու դեպքում, թվերը ոչ թե վերահաշվար կամ ինչ, ուղղակի են արձանագրության թվերը գումարելու դեպքում պարզ էր դառնում, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 130 գումարած թվի քանակով ավել էր հավաքել 4%-ի շեմից։ Ինչի է դա արվել, հիմա կներկայացնեմ շուտով, որից հետո մենք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը տեսնում է, որ թվերի տարբերություն կա, բայց դա չի մենակ։ Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը երկու արձանագրությունների միջև 1000-ով տարբերվում են։ Ընտրողների ստացված կտրոնների ընդհանուր թիվը երկու արձանագրությունների միջև 3400-ով տարբերվում են։ Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը 1000-ով տարբերվում է։
Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը 1000-ով տարբերվում է եւ ամենատաղանդավորը ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը 9-ով տարբերվում է։ Լավ, առաջին արձանագրության ժամանակ չգիտենք քանի հոգի ընդգրկված ցուցակներում։ Ընտրություն են կազմակերպում, չգիտենք քանի հոգի է ներառված ցուցակներում։ Սա է ցույց տալիս, սա ինչի է ֆունդամենտալ կարևոր, բարձր դատարան։ Երբ որ մենք իրականացնում ենք գործընթաց, որի սկզբի կանոնները փոխվում են, կանոնները իրականացնում են ոչ իրավաչափ, հաշվարկի մեխանիզմներում չկա վերահսկողական գործիքներ, անհնար է ստուգել ոնց են հաշվել, ոնց են գումարել։ Այս են դասական անեկդոտի օրինակն է, ասում են ինչ ուզում ես արա, կարևոր այն ով է հաշվում։ Այս վիճակում ենք մենք հայտնվել։ Եվ դրանից հետո մենք տեղի ունենում հաջորդ զարգացումները։ Հիմա անունը դնում ենք, որ տեղի է ունեցել վերահաշվարկ։ Վերահաշվարկի արդյունքում իրականում որոշ թվերի փոփոխություններ եղել են, բայց դա վերահաշվարկ չէր։ Վերահաշվարկի իրական խնդիրը որն էր, աղյուսակի մեջ տվյալները թերություն ունենք, սխալ ենք լրացրել։ Ես խնդրում եմ, երբ որ իրենք իրենց անձնական տնական բյուջեն կհաշվեն, ոնց ուզում են թող աղյուսակի մեջ լրացնեն։ Հայաստանի Հանրապետության իշխանության կրողի որոշումները, երբ որ լրացնում են աղյուսակի մեջ, բարի լինեն կիրառեն այնպիսի մեխանիզմներ, որպեսզի այդպիսի տեխնիկական, իսկ իրականում ես ասում եմ հանցավոր թերություններ հանդես չգան։ Նորից եմ կրկնում, ոչ թե ծրարը լավ չեն գցել, լավ են գցել, այդ բոլորը ներկայացրեցինք ոնց են ազդել։ Լավ է դրանից հետո են քաղաքացիները, որ եկել ծրարը գցել են, հաշվել են, ընտրատեղամասերում հաշվարկը արել են, աղյուսակը կազմել են, այս աղյուսակի տվյալները դիտավորյալ սխալ հաշվելու նպատակը որն է։ Իսկ եթե դա անփութությամբ է, դա նշանակում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ ընտրական հանձնաժողովների ամբողջ համակարգի աշխատանքը ամբողջությամբ խաթարված է։ Ինչը նշանակում է, որ անհնար է գնահատել ընդհանրապես ազդեցությունը։ Հիմա անցնեմ կոնկրետ սպეციფიկ դեպքին փոքր բրոնզի հարցին, որովհետեւ այստեղ խնդիրը կրկնում եմ, միշտ պատմականորեն քննարկվել է ազդեցության չափը, այստեղ ունենք շատ հստակ ազդեցության խնդիր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկու գործողության արդյունքում առանձին դերձրված եւ օրենսդրական կարգավորումների մեր կարծիքով հակասահմանադրական լինելու հետևանքով կրկին առանձին վերցրված, միջնորդությունը կներկայացնեմ, ստացել ենք մի իրավիճակ, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի ստացել 150-ի չափ ձայն, ցենց ասենք, 153 ենք ոնց որ հաշվարկել, ձայն, որը բավարար կլիներ հաղթահարելու համար։ Հիմա, երբ որ տեղի է ունեցել վերահաշվարկը, չի կազմվել արձանագրություն։ Երբ որ տեղի է ունեցել վերահաշվարկը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդամենը հայտարարել է, որ վերահաշվարկի արդյունքում այս կուսակցությունների ձայները փոփոխվեցին հետևյալ կերպ։ Մեկ այսքան ավելացավ, այսքան պակասեց։ Ներողություն եմ խնդրում։ Երբ որ վերցնում, իրենց փոխարեն այդ վարժությունը անում ենք, այսինքն վերցնում ենք ընդհանուր թվերը, գումարում ենք, հանում ենք, ասում այսքանը սրանով ավելացավ, այսքանը սրանով ավելացավ, ստացվում է հետևյալ պատկերը։ ԿՀ-ն արձանագրել է, ԲՀԿ-ն ստացել է 58525 քվե, իսկ կոմ քվեների եւ անճշտությունների հանրագումարը կազմել է 1,461,742։ Սա ինչ եմ անում, վերցնում եմ ԿՀ-ի այն առաջին արձանագրությունը, վերահաշվարկի արդյունքում ասում ավելացել է այսքանով, պակասել է այսքանով, ուղղակի օգտագործելով տեխնիկական միջոց Excel աղյուսակը գրում եմ այս թվերը, գրում եմ գումարած, գրում եմ ամբողջ, գրում եմ ցույց տուր գումարը, տալիս է այս թվերը։ 1,461,742 այս թվի դեպքում 4%-ի շեմը անցնելու համար ԲՀԿ-ին անհրաժեշտ էր 58470 քվե։ ԲՀԿ-ն հավաքել էր, հիշեցնում եմ, 58525 քվե։ Այսինքն մոտավորապես 55 ձայնով գերազանցել էր տոկոսը եւ ի տոկոսը այդ դեպքում կազմում էր 4.00378, ինչ անում 100,000-ական տոկոս։ Ինչա տեղի ունենում անմիջապես այդ պահից, սա չեն հրապարակում, այս հրապարակում են ընդամենը հաղորդագրություն, ասում են վայ, երկու տեղ անվավեր ենք ճանաչում։ Երկու տեղ անվավեր են ճանաչում այն տեղերը, որտեղ դրանից մի քիչ առաջ ասել էին անվավեր ճանաչելու անհրաժեշտություն չկա։ Երբ որ մենք ուսումնասիրում ենք արձանագրությունը, մենք կտեսնենք, որ անվավեր ճանաչելու հիմքում դրվում է հետևյալը, շատ կարևոր հանգամանք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ քվեարկության օրը, այսինչ տեղամասերում, տեղի են ունեցել ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի առաջին մասի պահանջների այնպիսի խախտումներ,
որոնք կարող են էապես ազդել քվեարկությունների արդյունքների վրա։ Պատասխանողը արձանագրել է ազդել քվեարկությունների արդյունքների վրա, անվավերը ճանաչել, իրավունք չուներ դրան հեսակարգ կանդրադառնամ։ Բայց դրանից հետո, երբ որ վերադառնում է արդեն վերջնական որոշում կայացնելուն, հաշվի չի առնում, որ այս որոշման արդյունքում ԲՀԿ-ն 4%-ից իջնում է մինչև 4%-ի 3% 990 քանի ամբողջական մաս, այսինքն չի բավարարում 150 ձայն։ Բարձր դատարան այստեղ անհրաժեշտ եմ համարում ուշադրություն հրավիրել հետևյալի վրա։ Առաջին արգումենտը, որը մենք ներկայացրել ենք գրավոր, վերաբերվում էր նրան, որ ՀՀ իրավասություն չուներ ընդունել 254A եւ 255A որոշումները։ Դրանք բողոքարկվել են դատարան, դատարանը հայցերը մերժել է, բայց ես հիմա կներկայացնեմ հիմնավորումներ, որ 48.1 հոդվածը այն մեկնաբանությամբ, ինչով որ կիրառել են դատարանը, եթե մենք ընդունենք, որ այդ մեկնաբանությունը իրավաչափ է, ապա դա հակասահմանադրական է։ 48.1 հոդվածը, պրիմ 1 հոդվածը իրավունք է տալիս վերանայել որոշումները։ Իսկ այնտեղ եղել է մեկ որոշում, այդ որոշումը եղել է չի ազդել ընտրությունների վրա։ Եվ իրավունք ուներ որոշում ընդունել, ասել ազդել է ընտրությունների վրա։